Հարկ սրվող աշխարհքաղաքական եւ ներհայաստանյան աշխարհքաղաքականը թատրոն չի, դե էլ է թատրոն եւ ներքաղաքականը բացառապես թատրոն է, որը ունենալու է կործանարար հետևանք հայ ժողովրդի համար, եթե Հայաստանը չհասկանա, թե ինչ են կուլիսներում պայմանավորվել իր գլխին անելու։ Հայաստանը ասելով նկատի ունեմ հայ ժողովրդին։ Բայց սկզբից խոսեմ աշխարհքաղաքականից, մեր ժողովուրդը չգիտես ինչի ամեն ինչ իրենց հետաքրքրուն ներքին բամբասանքները, բայց արտաքին հարաբերություններից շատ մեծ բան է կախված, մեր ճակատագիրը կարելի ասել մեծամասամբ այնտեղ է կախված։ Իհարկե, մենք չպետք է նստենք եւ սպասենք, թե մեր մասին ինչ են որոշելու։ Մենք պետք է կյանքի նշույլներ ցույց տանք, որ մարդիկ մեզ աջակցեն։ Մեռելին չեն օգնում։ Մարդի դաշտում էլ մարդիկ փորձում են օգնել առաջին, ովքեր շարժվում են, վիրավոր են, բայց շարժվում են, ձեռքը, ոտքը կամ ձեն է հանում, տանքոց գնում տեսնում են ողջ, ասում են, այս սրան տարեք։ Իսկ ով որ անշարժ ընկած մտածում են մեռել է։ Էլ կողքով չեն էլ ասում, որ վերջում գալիս են հավաքում տանում են։ Հիմա մենք այդպիսի իրավիճակում ենք, որ պետք է իսկապես շարժվենք։ Եվ ասեմ, այս իրավիճակում, երբ որ Իրան-իսրայելյան պատերազմը խորանում է, երբ որ Ամերիկան հայտարարում է, տես հայ, ես կխառնվեմ այս գործին, երբ որ Բրիտանիան ասում է, որ ես էլ Իսրայելին կաջակցեմ, ես համոզված եմ, որ Իրանը այլընտրանք չի ունենալու, որ ընտրի դեպի արևմուտք հարաբերությունների զարգացում։ Ինքը լավ տեսավ Ռուսաստանը աշխարհին դեմ գնալով ինչ օրը ընկավ, եւ իրենք չեն պատրաստվում Ռուսաստանի օրը ընկնել։ Իսկ ռուսներն էլ իրենց հերթին թուրքերի հետ ուզում են տարածաշրջանում Իրանին պահեն իրենց ձեռքերում։ Հիմա քանի որ համոզված են, որ Իրանին չեն կարողանալու պահեն թուրքերն ու ռուսները, իրենք 3+3 ծրագիր ունեին, որը չստացվեց, չկարողացան, հետո դարձավ 3+2։ Հիմա երբ որ դա չի ստացվում, իրենք ուզում են Սյունիքի միջանցք, որ թուրքերն ու ռուսներն իրար հետ ճանապարհ ունենան, քանի որ ռուսների միակ փրկությունը Եվրոպա գնալու Թուրքիան է, հասկանում եք, Հայաստանի վրայով պետք է գնան, որովհետև Վրաստանն էլ, Հայաստանն էլ ձեռքներից տանելու են։ Իրենք լավ հասկանում են, որ Վրաստանի ժողովուրդը ավելի ազատական է այս պահին, որ այնտեղ շատ արագ կարող է իշխանություն փոխվել եւ մնա նորից Հայաստանը իրենց հույսը։ Դրա համար ուզում են, որ այդ միջանցքը լինի, կամ առհասարակ քանի որ ռուսները տեղը ներ է, թուրքերն արդեն ավելին են պահանջում, ոչ մի միջանցք։ Նիկոլի այս գնալը Թուրքիա որ պետք է գնա։ Գնալու են նոր կետեր ավելացնեն, նոր ծաղր, բերանից խոսք վերցնեն, չնայած իրենք լավ հասկանում են, որ Նիկոլի խոսքով չէ, որ հայերը պետք է համաձայնվեն, դրա համար սկսել են այս թատրոնը։ Այսինքն ինչ է ստացվում, քանի որ թուրքերն ու ռուսները հասկանում են, որ Իրանին պահել չեն կարող իրենց ազդեցության տակ, իրենք արդեն մնում են իրար հետ կապող միակ կողակը մնում է Հայաստանը։ Իսկ թուրքերը ամբողջությամբ Հայաստանը ուզում են ռուսներից, ռուսները ճարահատյալ պետք է տան։ Հիմա շուրգան Հայաստանին ոչ թե ինքտաշիր Սամոն եկել է, որ Հայաստանում հեղափոխական ալիք բարձրացնի, որ Նիկոլին այդ թուրքահապատակին հանեն ռուսահապատակ պահեն։ Ռուսահապատակ էլ տնեն ի վիճակի չի լինելու, որտեղ թուրքական ազդեցությունը մեծանում է։ Ռուսները շատ լավ հասկանում են։ Իրենք բերել են այստեղ, որ ժողովրդին զբաղեցնեն, որ Նիկոլը Թուրքիայի հետ այդ առուտուրը վերջնական տեսքի բերի։ Ռուսները ճար չունեն, մեզ հանձնել են։ Տաշիր Սամոնը լավ գիտի։ Ինքը Ռուսաստանում է ապրելու, բայց ինքն եկել է Պուտինի հանձնարարությամբ, որ սրբազան այդ բանը կաթողիկոս, չգիտեմ ես ինչ շարժմանը, այդ մարեց չէ, այդ շարժումը, ասենք ոնց որ Հելան կաթողիկոսի կամ չգիտեմ ում հասցեին ինչեր խոսեցին, որևիցե մի հոգևորականի, քերու կնոջ պատմությունը, դա այդպես մեծ թափ չառա, որովհետև ոնց որ ժողովուրդն ասեր նոր բան ասա, մենք այդ ամենը չգիտենք էլի, այսինքն չցնցվեց ժողովուրդը, հասկանում եք, իրենք որ այդ ցնցումը տեղի չունեցավ, ասենք ժողովուրդը մի օր երկու օր հետո ոնց որ ասի դու նորություն ասել, հետո չգիտեր, բթան բան։ Սրանք փնտրեցին ավելի, այսպես հեղինակավոր մի բարերար, խաղաղ օրերի բարերար, պատերազմական օրերի չարերար, Սամվել Կարապետյանին բերեցին հմել, բայց եկեղեցու հետ զուգահեռ բոլոր հարվածները ուղում են եկեղեցուն, որ սրանք գիտեն, չէ, որ մենք Սարդարապատ առած ժողովուրդ ենք, որ եկեղեցին հենց զանգերը հնչեցրեց, ժողովուրդը շուռ է գալու, անմիջապես սա ոտք են, բոլորը ոտք են կանգնելու։ Այս ամեն ինչը արվում է Սարդարապատի կրկնությունից խուսափելու համար, թուրքերն ու ռուսները։
Հիմա այս տաշիր սամոն եկել է, բայց էլի եկեղեցու հետ զուգահեռ, որ ասենք ում ուզում ես փչացնես, ինքը վազում է դեպի եկեղեցի, որ հարվածելուց եկեղեցուն կբնի, հարվածելուց եկեղեցուն կբնի։ Ես ձեզ ասեմ ավելին, եթե մինչև ամսի 20-ի այս խժդժությունները, որ Նիկոլը պետք է գնա այնտեղ ստորանա, եթե էս էլ մարեց, հավատացեք Դոդի Գագոյին են խառնելու իր Քրիստոսի արձանով։ Ու ինքն էլ վազելու է դեպի եկեղեցի, որ Դոդի Գագոյին խփելուց եկեղեցուն հարվածեն։ Այս խաղն են խաղում, որպեսզի Հայաստանը վերջնականապես կործանեն։ Ռուսները ոչ թե ուզում են Հայաստանը պահեն, այսինքն ուզում են, բայց չեն կարող։ Բայց եւ վախենում են, որ ժողովուրդը կընդդիմանա Թուրքիա գնալու համար։ Դրա համար խառնում են իրավիճակը, որ իրենց Նիկոլը, իրենց առևտուրը մինչև վերջ տանի։ Ասելը սա է, որ ուշքներդ վրեկներդ պայեք ու հասկանաք, մերժելուց մերժում ենք բոլորին։ Նիկոլ, Ռոբերտ, Սերժիկ, Լևոն, Տաշիր, Դոդ ու էլի ասենց այլ ռուսահպատակ, ասելը թե թուրքական գործիքներ։ Խորհրդարանում մարդիկ ամոթանք են տալի, Նիկոլին ասում է, դուք չեք ամաչում, ես ինչեր եք խոսում, դուք երկրի վարչապետ եք, դուք ձեզ պետք է բաներ թույլ չտաք։ Աղջիկ ջան, ինքը գիտի ինչ է խոսում, ինքը պատվեր է կատարում։ Ինչ է, դու չգիտես։ Սյուրդը ցավում է դրա արարքի վրա, մանդատը դիր, թող Նիկոլն էլ չխոսի։ Նիկոլի խոսելու կոճակը քո ձեռքին է, մանդատը քո ձեռքին, պինդ պահել ես, որ պահին սրդովը չի Նիկոլը, քանդում է քո երգիրը, սյուրդը ցավում է, մանդատը դնում ես, Նիկոլն էլ չի քանդում։ Այնպես որ որևիցե մեկին չմեղադրես։ Դու ես մեղավոր, որ մանդատը ձեռքիդ պահել ես։ Ինչ է հանրապետական, հանրապետություն դաշինք ես, թե պատիվ ունեն, այսին որտեղից ունեն։ Մի մեղադրեք։ Դուք եք ուժ տալի Նիկոլին, դուք եք իրավունք տալի, որից մեկին չմեղադրեք։ Ամենակարող ուժը Նիկոլին զսպելու, ինչ զսպել, Նիկոլին գահանքեց անելը դուք եք ռեալ ու չեք անում։ Էլ ինչ եք ուզում մնացած քաղաքական ուժերից։ Ստապ եղեք, նրա խաղությամբ։